Հասարակության ձայնը մեր եթերում, հարթակ։ Ողջույն, եթերում հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարն է։ Այսօր անդրադառնալու ենք, թե որևէ նորամուծություն ինչպես է անդրադառնում հանրային կյանքի որակի վրա եւ ինչպես կարող ենք նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ բարելավել մեր կյանքը։ Հասարակության համար ինչ խնդիր են լուծում 2012 թվականից հանրապետության մայրուղիների ու մայրաքաղաքների փողոցներում տեղադրված նորամուծություն տեսանկարահանող սարքերը։ Որն է յուրաքանչյուր խաչմերուկում նկարահանող սարքի առկայության շարժառիթը։ Անվտանգության տեսանկյունից ինչ խնդիր են լուծում եւ ինչ խնդիրներ են առաջացնում այդ սարքերը։ Քիչ անց տաղավարում իմ հյուրն է լինելու Աքիլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։ Իսկ մինչև այդ առաջարկում եմ լսել մեր համախաղաքացիների տեսակետը։ Անենց տեղեր են դրել, որ ճանապարհը հարթ է, մի քիչ էլ փոքր արագություն ավերցնում, արդեն կամ էլ իր չափով չի Տուգանքները շատ բարձր են։ Տուգանքներն էլ շատ բարձր է։ Ձեր տուգանք չեն դնում այս չաշխատող երկրով։ Տեսախցիկներն էլ նույնն է։ Մի թեթև շեղում ես անում, դե տուգանքը գալիս է։ Ասենք տալիս է 80, հետո արկելա փակում չկա, որ դրանից հետո ասենք 60 բդիլնի կամ 50 բդիլնի։ Կաշվից դուրս գալով մուծել ենք, չմուծածներն է մոտավորապես 250,000-ի, 150,000-ի մուծել եմ, 250,000-ի մնացել է։ Ես երեխա պահեմ, թե իրաց տանը հարստացնեմ, տաքսի քշեմ, սաղորը առավոտից իրիկուն քշերվա 1000-ը, ես ինչքան աշխատեմ, որ կարենամ համ իրանց մուծեմ, համ իմ երեխում հացի փող տանեմ։ Տեսանկարահանող սարքերի արկայություն երբ ասում ենք, տպավորությունը այն պետք է երթևեկությունը ավելի կանոնակարգեր, քչացներ վթարները։ Առաջին տուգանքը սեր եկել տարիներ առաջ, դա ամենալավն էի հիշում, ընդ որում ես չէի եղել իմ մեքենա եղեք։ Տարիներ անց շարունակ տեսնում եմ դատարանից թուղթ է գալիս տուն։ 1, 2, 3 տարի առաջ, այսինքն հաշվարկեք քանի անգամ է բազմապատկվել տուգանքը ու գնացի, եթե ես անձնական կապեր չունենայի, իրականում իմ անձնական կապերն են օգնել, ես չէի կարողանալու որևէ կերպ ապացուցել, որ ժամանակին բանկերից մեկում հետ իրենք խնդիր ունեցել, ասում եք, այդ բանկը ցույց չի տվել, որ եկել է մեզ մոտ այդ գումարը, այսինքն դա իմ խնդիրը։ Ես չպիտի ապացուցեմ։ Սովորաբար հակառակ կողմը պիտի ապացուցի մեղավորությունը եւ ոչ թե սիմամեղությունը։ Միայն վթարային դեպքերը պետք է նկարահանվեն եւ ընդհանրապես տեսախցիկները պետք է հանեն դրանք։ Տեսախցիկները մեզ պետք չեն։ Մենք այո հասկանում ենք, որ երթևեկությունը պետք է կանոնակարգվի։ Երթևեկությունը արդեն կանոնակարգվել է։ Հարայի ռադիո եթերում շարունակվում է հարթակ հաղորդաշարը։ Այս պահին իմ հյուրը Աքիլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն է։ Բարի օր, պարոն Հովհաննիսյան։ Բարև։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Հովհաննիսյան, աշխարհում արագընթաց ճանապարհների կառուցման միտումը մեծ է։ Տեխնոլոգիաների զարգացումը պարտադրում է արագ տեմպ։ Հայաստանում ճանապարհների առումով շատ քիչ բան է փոխվել։ Խորհրդային տարիների սահմանած թույլատրելի արագությունը նույնպես փոփոխություն չի կրել։ Ինչ եք կարծում, արդյոք սա բնական վիճակ է։ Հայաստանի Հանրապետությունը երևի հիմիկվա ժամանակին մենք չունենք արագաչափ ճանապարհ։ Անկամ փոքր հատվածները, որ սարքել են, այնտեղ էլ սահմանափակվում է արագությունը, եթե չեմ սխալվում, 80-ով, թե 90-ով։ Տեղեր կա, որ 90-ա, բայց 110 թույլատրող ճանապարհներ մենք այսօրվա օրով չունենք։ Իհարկե, բոլորներ ցանկանում են ավելի արագ երթևեկել, ժամանակը փող է, եւ բնականա բոլորներ շտապում են։ Ոնց որ թե ճանապարհը սարքվում է, երկու կողմից էլ հյուսիս-հարավ ճանապարհ վերջապես մի հատ կունենանք, երբ կունենանք տարբեր ժամկետներ են ասում, հուսով ենք, որ կլինի մենք էլ կերթևեկենք այդ ճանապարհով։ Գործընթացը համենայն դեպս սկսվել է։ Պարոն Հովհաննիսյան, ցանկացած նոր բան արվում է հանրության կյանքն ավելի լավը դարձնելու համար։ Կարող ենք ասել, որ ճանապարհների տեխնիկական հագեցվածությունն առաջին հերթին արվել է հենց քաղաքացու անվտանգության համար։ Բոլոր ճանապարհները պետք է համապատասխանեն սահմանված ստանդարտներին։ Ավաղ մենք այդ չունենք։ Անկամ մեր ժամանակակից այս արագաչափ ճանապարհը եւս ամբողջությամբ չի համապատասխանում ստանդարտներին։ Բայց բանը դրանում չի, մի ճանապարհով խոմ չի։ Հանրապետությունում ճանապարհը կա, բայց ճանապարհ չկա, որովհետեւ այն վիճակում է, որ ուղղակի հնարավոր չի երթևեկել։ Բայց ոչ միայն կահավորվածությունը ճանապարհի, մենք չունենք նաեւ լիարժեք երթևեկության կազմակերպում, որ վարորդը իմանա, որ այստեղ
ճանապարհը էսպես է, այս միտեղը սենց վտանգ կա, ուրիշ վտանգ կա, բայց այնուամենայնիվ, այսպես ասենք, երևի բավարարից մինուս 3 կարելի է թվանշան տալ, Երևան քաղաքինը կարելի է հստակ 3 դնել, չհաշված կենտրոնական մասը, Երևան քաղաքի մնացած տեղերը միջին տեղեր կա, ընդհանրապես մեզ մոտ ոչ մի կազմակերպում չկա։ Մեզ մոտ ճանապարհային ոստիկանության տեղեկություններով բացակայում են 3000 նշան եւ այլն եւ այլն։ Դա չի գալիս ընդրանից, որ ճանապարհային ոստիկանությունը չի ուզում դնել։ Դա նախատեսված չի անգամ օրեսդրությամբ նախատեսված է, բայց մեզ մոտ կառավարությունը չի ֆինանսավորում Երևան քաղաքին, Երևան քաղաքն էլ չի անում այդ գործողությունը, դե ճանապարհային ոստիկանությունն է վերցրել իր վրա, մեկնումեկը պետք է անի, էլ ուրիշ ով անի։ Մենք չունենք ոչ համապատասխան ինստիտուտ, ոչ համապատասխան կառույց, որը կարողանա անել այդ բոլոր գործողությունը։ Իսկ ամեն մի նշան տեղադրելը դա գումար է։ Բնական է, ճանապարհային ոստիկանությունը իր կարիքներն ունի անելու եւ ըստ երևույթի ինչքան կարողանում են այնքան անում։ Պարոն Հովհաննիսյան, մի փոքր ուզում եմ խոսենք տուգանքների մասին։ Քիչ առաջ դուք ասացիք, որ ըստ ոստիկանության տվյալների այս տարի ավելին են այդ տուգանքները, քան համեմատած անցյալ տարվա հետ, եւ դրանք ոստիկանության տվյալներն են, բայց ով է զբաղվում այդ վերլուծությամբ, կան այդ տվյալները, որ մարդիկ կարող են ծանոթանալ եւ տեսնել, թե դրանք ինչ տուգանքներ են։ Գիտեք ինչ, մեզ համար օրինակ հանելու կա։ Օրենքով, եթե մի մարդը տուգանվում է ինչ որ մի խախտման համար, չպետք է այդ նույն խախտումը անի։ Պարզվում է, որ մեզ մոտ անցյալ տարի, եթե տուգանքների քանակը ամբողջ տարվա ժամանակահատվածում ընդհանուր տեսախցիկներով, արագաչափերով եւ տեսուչների արձանագրած խախտումներով ընդհանուր քանակը կազմում էր 1.5 միլիոն։ Այս տարի 10 ամսվա կտրվածքով մոտավորապես այնքան է, ինչքան որ միայն տեսախցիկներով ու արագաչափերով։ Այսինքն 2 ամիս ունենք, բնական է մենք սպասելիք ունենք, որ այդ թիվը կանցնի 1.5 միլիոնը հաստատ որ կա։ Այսինքն ինչքան շատ են տուգանվում, այնքան շատանում են նորից տուգանքները։ Այո, պետք է վերլուծություն անել։ Ինչն է պատճառը, որ վարորդները փաստորեն դուրս է գալի, որ նույն խախտումը միշտ կրկնում են եւ մեզ էլ բերում են որոշումները 1 հատով չէ, 2 հատով չէ, բերում են 10 հատով, 20 հատով, 50 հատով։ Հիմա մի քիչ նվազել է այդ 50 հատերը, բայց քանակություն կա։ Օրինակ, նույն վարորդին տուգանում են նույն տեղը կանգնելու համար մի 10 անգամ։ Վարորդն ասում է, եթե շուտ ստանայի այդ որոշումը, բնական է, էլ չէի այդտեղ կանգնի։ Գուցե չեմ իմանում, բայց եթե տեսուչեինս կանգնացնում է, ես ասում այստեղ չի կարելի կանգնել, ես այլևս այդտեղ էլ չեմ կանգնի։ Նմանատիպ տեղերում էլ այլևս չեմ կանգնի։ Տեղեկացվածության պակաս կա, այսինքն ոչ թե տեղեկատվություն, ճանապարհային երթևեկության կանոնների չիմացություն։ Բացի նրանից, եթե անգամ գիտի կանոնը, գիտի էլ որ այստեղ չի կարելի կանգնել, բայց որ միշտ կանգնել է իրան չէին տուգանում, կարծել է որ երևի այստեղ ուրեմն թույլատրվում է, որ չեն տուգանում։ Տեսախցիկը տուգանում է ու իրար վրա մի քանի հատ։ Դե պետք է ըստ երևույթի, չէ որ ճանապարհային ոստիկանության խնդիրներից կարևորագույնը դա կանխարգելելն է։ Հիմա ինչպես պետք է անել։ Պետք է երևի մի հատ ուղարկել, սпасել մինչև ինքը ստանա ծանուցումը, որ եկավ հետ ճանապարհին տեսան, որ ստացավ։ Այ դրանից հետո եթե խախտումը 10 անգամ էլ 100 անգամ էլ անի, պետք է տուգանել, որ վարորդը հասկանա, որ չի կարելի։ Այդ գործողությունը չեն անում, բայց բազմաթիվ ուրիշ տեսակի խախտումներ կա նույն այդ վարորդի համար։ Հաշվարկ են կարել, որ մոտավորապես ամեն մի վարորդի վրա տարեկան ընկնում է 3-ից 4 խախտում, բայց կան վարորդներ, որ չեն խախտում բոլորովին, բայց կան վարորդներ, որ տասնյակներով խախտումներ են անում։ Ուզում եմ ասեմ, այդ վերլուծությունը ճանապարհային ոստիկանությունը մի հատ հանրությանը չի ներկայացրել։ Թվերը ասում են, բայց վերլուծություն չկա ու միջոցները որն լավ վերլուծություն էլ արեցին, բայց միջոցառումներ ձեռնարկեն, որ նվազեցնեն այդ քանակը։ Կանխարգել են այդ վիճակը։ Այն որ չկա, ոչ երկխոսության միջոցով, վերջերս 2 հաղորդում տեսա ոստիկանության կողմից, այո, որ ասում են, դե ցույց են տալիս ժամանակակից հետիոտնային անցման ազդանշաններով մի հատ լուսացույց են սարքել ու դրանով ինչա վրաերթերի հարցը լուծվում է, իսկ վրաերթերը մեզ մոտ կազմում էին մոտ 40%, 38% կազմում էին վրաերթերը Երևանում։ Հիմա ճանապարհային ոստիկանության տվյալներով նվազել է դարձ
դարձել է 26, տեսնենք տարին ավարտվի, տեսնենք ինչքան կլինի։ Ոստիկանությունը խախտումների հետ կապված գրեթե 25000 անհամաձայնություն է ստանում։ Ինչ լուծում են ստանում այս բողոքները, այո, մենք էլ ունենք այդ Ինչ լուծում են դրանք ստանում։ Հիմնականում մերժում են բոլոր բողոքները։ Այո, կան բողոքներ, որ հիմնավորված չեն, բայց կան բողոքներ, որը մենք արդեն նշել ենք ու ասում ենք, որ այս դեպքում չպետք է տուգանվի վարորդը։ Եվ ես ուզում եմ կոնկրետ մի խախտման համար ասեմ, որը տարածված է եւ ճանապարհային ոստիկանությունը տուգանում է, որը չպետք է տուգանի։ Խաչմերուկներից դուրս վարորդը կարա կանգնի, բայց ընդ պայման կա։ Բայց եթե այն մյուս պայմանը, եթե 3 մետրից հեռու է կանգնում, հոց գցից։ Նախկին երթևեկության կանոններում գրված էր խաչմերուկներից դուրս կանգառն արգելվում է, բայց երբ դու մուտք ես գործում խաչմերուկ, եթե ելք ես անում խաչմերուկից, ապա չեր սահմանում։ Հենց խաչմերուկից անմիջապես կարող է իր կանգնել, եթե ապահովես ընդ հետիոտնային անցման պահանջը եւ այլն։ Հիմա նոր կանոններում չկա դրա մասին ոչ մի խոսք, գրած է կանգառն արգելվում է խաչմերուկներում ու վերջ։ Չկա այդպիսի պահանջ, այդպիսի բլանկետային նորմ չկա, որ խաչմերուկներից դուրս կանգառն արգելվում է 5 մետր, բայց տուգանում են։ Եվ մենք հիմա անգամ բողոք արկել ենք, եւ ճանապարհային ոստիկանությունը մերժել է այդ բողոքը։ Ինչի հիման վրա։ Ակնհայտ երևում է, որ սխալ է կանգնել, վերջ։ Եղել են դեպքեր, երբ վարորդը անգամ թույլատրելի արագության գերազանցման դեպքում դատական կարգով վիճարկել է ակտը ու հասել ի օգուտ իրեն դատարանի որոշման։ Այսինքն այդպիսի դեպքեր կարծես թե եղել են։ Կարելի է ասել, որ խախտում ասվածը խիստ հարաբերական է հենց ձեր նոր նշած օրինակով ասենք։ Օրինակ արագաչափերով մենք շատ քիչ բողոքներ ունեինք այն դեպքերում, երբ չէր պահպանվում երթևեկության կազմակերպում։ Այսինքն, եթե ճանապարհը ունի 2 գոտի եւ ավելի, եւ այդտեղ անսահմանափակող նշան է դրված, ապա նույն այդ նշանը պետք է կրկնվի ձախից, բաժանարար գոտում։ Եթե ձախ կողմից բաժանարար գոտի չկա, ապա պետք է տեղադրվի ճանապարհի վերևի մասում։ Դա պայման է, որը որ պետք է երթևեկության կազմակերպումը ապահովի, որ տեսանելի լինի վարորդի համար։ Եվ դեպքեր են այդպեսի եղել, երբ պահանջը չկատարելու հետևանքով մենք դատեր ենք շահել, բայց դա առանձին դեպքեր են։ Առանձին դեպքեր կա, ինչ որ նշանը տեսանելի չի եղել, առանձին դեպքեր կա, երբ նշանը չկա, բայց նորից եմ ասում, այդ նշանների խնդիրը մենք ունենք։ Պարոն Հովհաննիսյան, ես առաջարկում եմ մի փոքր դադար տալ, լսել իմ գործընկերոջ պատրաստած ռեպորտաժը եւ լսենք նաեւ ոլորտի մասնագետների տեսակետները։ Հայաստանի Հանրապետության նախագահը կարգադրել է բանակցել մասնավորապես տեսախցիկների եւ արագաչափերի միջոցով երթևեկության կանոնների խախտումների արձանագրմամբ զբաղվող Security Dream ընկերության հետ, որպեսզի համապատասխան գործառույթները, որոնք նա իրականացնում է սեփականության ձևով պայմանավորված, այդ թվում ֆինանսական հոսքերն ուղղվեն պետական բյուջե։ Դուրս մեր գրպանից նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանն առաջարկում է մինչև հիմա եղած տույժ ու տուգանքները ներել։ Խնդրի առնչությամբ իրենց տեսակետն են հայտնել ազգային ժողովի падգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Լյովա Խաչատրյանը։ Մենք առաջարկում ենք այդ գումարները ծառայեցվի ճանապարհների որակի բարձրացմանը, գծանշումների ներկերի որակի բարձրացմանը, որովհետև շատ դեպքերում վարորդները կհաստատեն, որ մութ եւ թաց եղանակին այդ գծերը բացարձակ չեն երևում։ Եթե մենք մի կողմից ասում ենք, որ պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ կան գումար տնեն, աշխատատեղ ստեղծեն, բիզնես ստեղծեն, ապա մենք ոչ հիմա պետք է այնպեսի քայլի գնանք, որ հետո էլ ասեն, թե գիտեք, մի կողմից ասում եք եկեք բիզնես դրեք, մյուս կողմից բիզնեսը վերցնենք, այսինքն սա պետք է լինի հստակ, չափի մեջ, եւ հենց նախագահի հանձնարարականը այդպիսին էր, որ առանց սեփականատիրոջ իրավունքները ոտնահարելու փորձեն գտնել լուծում։ Համարել սա բիզնես միայն մեծ ցանկության դեպքում կարելի է, սա ուղղակի քվատավորված մեղմ ասած ռակետ էր, շատ երկրներում իհարկե կան նման արագաչափեր եւ այլը, բայց դրանց գումարը գնում է պետական ֆոնդ, ծառայում է ժողովրդին վերականգնելու համար ճանապարհները նույն որ շահագործվել են, մեր մոտ դա չկար, պարզապես մարդկանց գրպաններ մտնում, ինչպես ասում են, լավ է ուշքան երբեք, կարծես թե ցանկություն կա որոշակի նորմալ իրավիճակի բերելու դրանից հավաքված գումարները։
Հազարների են հասնում դեպքերը, երբ գործը հասնում է դատական ակտերի հարկադիր կատարմանը։ Տուգանքը չվճարելու պատճառով քաղաքացու հաշվի վրա կալանք է դրվում, եւ նա այդ մասին անակնկալ տեղեկանում է գործարք կատարելիս։ Վարչապետն էլ հանձնարարել է մշակել մեխանիզմ, որպեսզի քաղաքացին ժամ առաջ իմանա ԴՀԿ-ի կայացած որոշման մասին։ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացնում է անելիքները։ Ծրագրային ապահովում կազմակերպվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում եւ անձը SMS-ի միջոցով կծանոթվի։ Ուղղակի այստեղ պետք է լինի մեր ազգաբնակչությանը հորդորել, որպեսզի նրանք անցնեն մի փոքրիկ գրանցման ընթացակարգ ինտերնետի կայքում։ Ինչի համար, որպեսզի ԴՀԿ ծառայությանը հասանելի լինի կոնկրետ անձի հեռախոսի համար։ Սրա համար ինտերնետի կայքում կլինի փոքրիկ մի պատուհան, որտեղ ընդամենը անձը կգրի իր անուն, ազգանունը, սոցիալական քարտի կամ ID քարտի համարանիշը եւ հեռախոսի համարը։ Երբ որ enter կանի, իր գրածը հարկադիր կատարման ծառայությունում այդ համարը արդեն կգրանցվի որպես այս սոցքարտը կրող անձի հեռախոսահամար։ Արդարադատության նախարարի առաջին տեղակալը հավաստիացնում է, որ հաղորդագրությանը զուգահեռ կպահպանվի ներկա օրենքը եւ հարկադիր կատարողի որոշման մասին քաղաքացին երրորդյա ժամկետում կստանա ծանոթագիր, նաեւ փոստի միջոցով։ Ծանոթությունը կհրապարակվի նաեւ azdarar.am կայքում, ինչպես այժմ է։ Արթուր Հովհաննիսյանը ներկայացնում է նաեւ թե որոնք են լինելու վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի փոփոխությունները։ Մի մեծ համապարփակ հաստատուղթ է։ Այո, այս փոփոխությունների համատեքստում անդրադարձ կկատարվի նաեւ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հոդվածներին, թե ինչքանով կնվազի, ես այս բանը ուղղակի չեմ կարող ասել, սակայն մի հիմնական սկզբունք կա, պետք է հաշվի առնվեն արարքը կատարելու մեղմացնող ծանրացնող հանգամանքները, մեղքը, անզգուշությամբ, դիտավորությամբ, այսինքն եթե կան մեղմացնող հանգամանքներ, անձը անզգուշությամբ կատարել է արարքը, ապա պետք է տուգանքի շեմը լինի նվազագույն չափին համաստուն, այլ ոչ թե առավելագույն։ Մենք կրկին վերադառնում ենք տաղավար եւ արդեն միանգամից անցնեմ իմ հաջորդ հարցին, պարոն Հովհաննիսյան։ Ձեր կազմակերպությունը դիմել էր վարչապետ Կարեն Կարապետյանին։ Բանն այն է, որ ճանապարհային ոստիկանությունը թեև ունի ապակիների մքեցվածությունը ստուգելու համապատասխան տեխնիկա, սակայն չի կիրառում։ Վարորդները պատմել են, որ ճանապարհային տեսուչները բանալիով են ստուգում ապակին թաղանթափատ է, թե գործարանային մքեցվածության։ Որևէ փոփոխություն այս ուղղությամբ եղել է։ Եղել է, հիմա սկսել են այդ սարքերը արդեն հիմա ունեն, այսինքն ունեին, ստուգել են տվել Հայաստանի ազգային չափագիտական ինստիտուտում, ստուգելուց հետո արդեն կիրառում են։ Ներկայումս ստուգում են, բայց ընդ նրբություններ կա, այդ ֆոտոն սարքը։ Նրբություն ունի, ես կուզեի տեղեկացնել բոլոր վարորդներին, ովքեր լսում են այս հաղորդումը։ Ուրեմն ստուգելուց առաջ տեսուչը պարտավոր է այդ սարքը համապատասխանեցնի, այսպես ասած, զրոյականի։ Զրոյական կարգավիճակի, այո։ 100%։ Նոր ստուգումա վարորդի ապակու լուսաթափանցելիությունը։ Ստուգելուց հետո, եթե դա նվազ կլինի լուսաթափանցելիությունը 75%-ը արչևինը եւ կողայինը 70%, այդ դեպքերում շահագործումն արգելվում է, սակայն այդ սարքին կա ճշտություն։ Ճշտությունը դրա կազմում է ըստ սերտիֆիկատի 5%։ Այնպես որ եթե ցույց տա 30, դա կհամարվի նորմայի մեջ, որ վարորդները դա իմանան։ Պարոն Հովհաննիսյան, դուք այսօր ինչպես կգնահատեք ճանապարհային ոստիկանության աշխատանքը ինքներդ։ Տեսուչները իրանց աշխատանքը կատարում են, բայց առանձին լինում են թերություններ։ Եթե վերցնենք այդ նույն ճանապարհային ոստիկանության տեսուչներին 5 տարի առաջ ու հենքով, երբ սկսեցին այդ արագաչափերը դնել եւ բարեփոխումները սկսվեց գնալ, դա շատ մեծ տարբերություն է, շատ մեծ, այսինքն դեպի դրականը կա։ Առաջընթաց կա։ Առաջընթաց կա, բայց կարող եմ ասել, որ դա երևի այդքան էլ այդպես չի մարզերում։ Մարզերի տեսուչներին այսօրվա տեսուչը արդեն այնտեղ մինչև հասնի այն տեսուչին, երևի դրան էլ է ժամանակ։ Աշխատանք է պետք եւ ժամանակ։ Պետք անել, այո, որովհետեւ իսկ ինչ վերաբերում է արագաչափերի տեսուչների կողմից նկարած, դա ֆիքսված իրանց մեքենայի մեջ է արագաչափը, դա ուղղակի հիվանդություն է այդ, որովհետեւ մենք երևի չենք իմանում էլ քանի անգամ հաշիվը կորցրել ենք, որ դատարանում շահել ենք, գրել ենք եւ այլն, բայց սայլը ոնց որ ասած տեղից չի շարժում։ Նորից շարունակում են տուգանել արագաչափ սարքի շահագործման ձեռնարկի խախտումը։ Այս բան առաջարկում եմ լսենք մարդկանց տեսակետը այս թեմայի շուրջ, որից հետո կրկին կվերադառնանք տաղավար։ Տեսնենք ինչ կասեն վարորդները։
ճանապարհային ոստիկաններին բնորոշ է կանգնել այնպիսի տեղը, որ դարանի նման ոնց որ լինեն։ Այսինքն ձեր խնդիրը ինձ անակնկալի բերել է չպիտի լինի, վախեցնել է չպիտի լինի։ Եթե դուք հայտարարում եք, որ ուզում եք ունենալ նորմալ երթևեկություն, հնարավորինս վթարներից խուսափենք, դուք դարանակալ չպիտի մոտենաք։ Հիմնականում գոհ եմ, որովհետև հիմա անիմաստ չեն կանգնացնում, անտեղի չեն կանգնացնում, մանավանդ շրջաններում, եթե նկատում են ինչ-որ վթարային լույսերը միացրած կանգնածես, անձամբ իմ հետ միշտ կանգնել, հարցրել են, ինչով կարան օգնեն, ոնց կարան օգնեն, չեմ տեսել թաքնված կանգնած, ինչ-որ թաքուն տեղից հետևից դուրս գան կանգնացնեն։ Կամերան հանեն, թող ոստիկանները աշխատեն ավելի լավ։ Ոստիկանները կարում ես դերուկներ, ոստիկանները կարում ես խոսալ, կանգնած չեն կանգնած։ Եղել է որ պայտակ կանցել են կամ ռեմենք տաշ շելա դասել են ասել պայտակի նոր են շարժի, թողի գնացել են, բան չեն ասել։ Առաջվանը չի որ, թող էդի պարտում են բան չկա։ Պետավտոտեսուչը կանգնեցրել է, համոզված չեմ իհարկե, որ խախտումն արել է, ամեն դեպքում ներկայացվեց այսպես, խախտումը 50,000 դրամանոց է, բայց դրանից ինձ մնալու է միայն 20,000-ը, ուրիշ ինչ կերպ կարող ենք պայմանավորվել, եթե չես ուզում չեմ գրի այդ խախտումը։ Այսինքն պայմանավորվելու հայտնի ձևներ երևի գործելու ըստ ամենայնի, ամեն դեպքում խախտումը չգրվեց, այլ պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Հարե ռադիոեթերում շարունակվում է հարթակ հաղորդաշարը, լսեցինք նաև վարորդների տեսակետները, ակնհայտ է, որ բողոքները շատ են, պարոն Հովհաննիսյան։ Տպավորություն է, որ Հայաստանում օրինապաշտության իդեալական մոդել պետք է լինեն միայն վարորդներն ու ավտոտեսուչները։ Արդյոք ճիշտ կետից են սկսել, եթե չի գործում հակառակ մեխանիզմը։ Մենք մեր վերլուծությունն ենք արել, ինչից է գալի դա։ Դուրս է գալի, որ չկա ճանապարհային ոստիկանության նկատմամբ վերաբերմունքը, որը որ պետք է լինի վարորդ տեսուչ հարաբերությունը։ Անկամ էթիկայի կանոններն են մշակել ճանապարհային ոստիկանությունը կա, ոնց պետք է արվի։ Օրենքում էլ կա այդ ամեն ինչը, բայց ինչու պետք է դա լինի վարորդ տեսուչ հարաբերություններում այդ վերաբերմունքը ստեղծված, կազմավորված տարիների խորհրդային միության ժամանակվանից սկսած դա ոնց որ ռակը լի։ Չեն կարող այդ ռակը փոկեն։ Բանը նրանումն է որ փոփոխություններին մեր հայ վարորդները չեն ուզում հասկանալ։ Դժվարությամբ են։ Բայց բավականին այնքան փոփոխություններ են արել այս վերջի ժամանակներում։ Ըստ երևույթի եւ ինչն է հետաքրքիր։ Ես հարցնել եմ վարորդներին, մանավանդ տաքսիստներին։ Ասում եմ ընկեր ջան, դու ինչքան ժամանակ ազատ։ Դե գործ չկա, բան չկա։ Ասում եմ մի հատ վերցրա այդ գիրքը կարդա էլի։ Երթևեկության կանոնները կարդա, իմացի կանոնները։ Փոփոխություններին ծանոթանալու։ Այո, հարցեր կլի, մենք միշտ պատրաստ ենք պատասխանելու եւ ով պետք է տեղեկացնի վարորդներին։ Մենք ինչքան հնարավոր է տեղեկացնում մեր կայքում կա այդ բոլոր ամեն ինչը կա։ Եվ մենք էլ որ պատասխանները գրում ենք, եթե ինչ որ հարցեր ա, ասում եմ այ վարչարությունը սենց, օրինակ ոչ թափ վիճակում դա պարտադիր պետք է քննարկումը իրականացվի։ Բայց չեն անում։ Վարորդը գալիս է ճանապարհային ոստիկանություն, բաժանմունքը հետ։ Իրա ձեռին տալիս են, որոշումը ասում են գնա։ Բայց պետք է քննարկումը լինի, չէ՞, վարորդը պետք է պաշտպանի, կարողանա իրան պաշտպանել։ Փաստորեն զրկում են իրան լսելուց։ Վերջին հարցն եմ ուզում տալ, այլ կրկին վերադառնալով այդ արագաչափ սարքերին, որ երկրի նախադեպն է օգտագործվում Հայաստանում, որ այդքան մոտ հեռավորության վրա տեղադրվում են այդ արագաչափերը։ Այ օրինակ Հարևան Վրաստանում դրանք շատ հեռու են իրարից տեղադրված։ Եթե վարորդը երթևեկության կանոններով է երթևեկում է կանոններով։ Ինչի՞ց է վախում։ Թող այնքան դնեն, այնքանից էլ այնքան։ Թող այնքան ծախսանեն այդ որ դնում է, որ հասկանա, որ ինքը տակ է տալիս, որտեղ վարորդները սկսել են կանոնավոր երթևեկել։ 450-460 հազար խախտում ֆիքսել է միայն արագաչափը։ Ինչու է այդքան խախտում։ Այդ փաստորեն ամեն վարորդի վրա մի հատ խախտում է գալիս։ Ինչու չեն պահպանում այդ կանոնները։ Հասկանալի է, որ ցանկություն կա արագ գնալ։ Դեպքեր են լինում, երբ վարորդը ստիպված է լինում արագ գնալ, հիվանդին է տանում, հիվանդանոց այդ շտապ օգնության հետևից է գնում։ Բայց դրանք չեն կարող 450,000-ը լինել։ Այդ շտապելը։ Այո, դա բացառիկ դեպքեր պետք է լինեն այդ դրա վերաբերել։ Եթե դրա վերաբերել վարչական իրավախախտումների օրենսգրքում 17 հոդված կա, այն խախտումը, որը որ ավելի նվազ է, քան թե այդ մարդու կյանքը, դա բնական է այդ դեպքերում ճանապարհային ոստիկանությունը ընդառաջում է այդ որոշումները անվավեր են ճանաչում։ Երեք էլ ասեցին, որ 30 հատ էլ արագաչափեր պետք է տեղադրվեն, բայց ավելի ժամանակակից։ Պարոն Հովհաննիսյան, այս ոլորտի մասին այնքան կարելի է խոսել, այնքան են խնդիրները, որ նույնիսկ մի քանի եթերաժամ մեզ չի բավականացնի դրա համար։
Շատ շնորհակալ եմ, որ այսօր հյուրընկալվեցիք եւ մեր տաղավարում եք, ուսուցողական հարցազրույց ունեցանք։ Հուսով ենք վարորդները իրենց համար ինչ որ շատ լավ է։ Մեր առաջարկներից մեկը հենց դա է, որ թե հեռուստատեսությամբ, թե ռադիոյով ուսուցողական ինչ որ րոպեներ տան, որոշ կոնկրետ հարցերը մեկնաբանվի եւ վարորդները ինչ որ մի բան արդեն իմանան։ Շնորհակալ ենք, որ հյուրընկալվեցիք մեր տաղավարում։ Պահպանենք երթևեկության կանոնները։ Դա վերաբերվում է վարորդներին ու նաև հետիոտնին։ Ավարտվեց հարթակը։ Ինչպես միշտ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ կրկին ժամը 13-ին հանրային ռադիոյի եթերում։ Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք գրել Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի Facebook-յան մեջին։ Եվ հիշեք, մենք կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը։